Շատ լավ կլիներ, որ Գյումրիում մենք ունենայինք առողջ քննադատության, բանավեճի հնարավորություն։ Այսինքն Գյումրի ավականու ընտրություններին մասնակցային այնպիսի ուժեր, որոնք հիմնված են գաղափարախոսության վրա։ Բայց ցավոք մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք 20 թվականից այս կողմ նույն խոսույթը՝ հողատու, կոռումպացված, դավաճան, ծախված, 5-րդ չարասյուն, այդ բոլորը մենք գիտենք։ Եվ եթե օրինակ ազգային ժողովը քաղաքական կամք ունենար, իր մեջ ուժ գտներ եւ օրինակ իրավաքաղաքական գնահատական տար դիցուկ 99 թվականի մայիսից մինչև 2018 թվականի մայիսը ընկած ժամանակահատվածում իշխանությունը զավթած, ուզուրպացած քաղաքական ուժերին, դեմքերին, կուսակցություններին, անձանց իրենք չէին մասնակցի ընտրությունների, իրենք չէին ունենա այդ իրավունքը մասնակցել ընտրություններին։ Mēs երբ օրինակ խոսում ենք եւ այդ հարցերը բարձրացնում ենք իշխանության առջեւ, իրենք ասում են, որ մենք ժողովրդավարական երկիր ենք, մենք իրավունք չունենք կուսակցություններ փակել եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց իրականում դա այդպես չէ, որովհետեւ ես չեմ կարծում, թե ԱՊՀ անդամ Հայաստանն ավելի ժողովրդավարական է, քան Եվրամիության անդամ Ռումինիան, որտեղ Ռուսաստանի շահերը ներկայացնող քաղաքական դեմքերը չեն թույլատրվում մասնակցել նախագահական ընտրություններին։ Ընդ որում, թե Սամարկанд դատարանի միջամտությամբ, թե հետո արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջամտությամբ, կամ նույնիսկ եթե մենք համեմատենք Եվրամիության անդամ ասոցիացված Մոլդովայի հետ, այդտեղ կուսակցություններ են փակվում, որոնք աֆիլիացված են այս կամ այն կերպ Ռուսաստանի հետ։ Իրենք դիմում են դատարան, դատարանը ուժի մեջ է թողնում այդ արգելքը, եւ մենք չենք տեսել Եվրամիությունից կամ որևէ եվրոպական կառույցից քննադատություն առ Մոլդովա կամ առ Ռումինիա, թե դուք հետտաց եք ապրում ժողովրդավարությունից։ Հակառակը, իրենք ողջունում են եւ ասում են, որ այո, ժողովրդավարությունը պետք է պաշտպանել։ Չի կարելի միշտ ժողովրդավարության պաշտպանությունը հանձնել քաղաքացիների։ 21 թվականին եղավ այդ հանձնառությունը եւ քաղաքացիները պաշտպանեցին ժողովրդավարությունը, ընտրեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ սպասում են, որ պողպատե մանդատը կգործի։ Բայց ես չեմ տեսնում պողպատե մանդատի եւ թավիշե մանդատի միջև տարբերություն։ Քաղաքացիները նույնպես, գյումրեցիները նույնպես։ Մենք կարող ենք ունենալ շատ առողջ մթնոլորտ հիմա Գյումրիում։ Իսկ այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ազգային ժողովի նախագահը գտնում է, որ առնվազն 2 տեխնացուներ պետք է լինեն անազատության մեջ։ Դա կարող եմ ասել օրինակ ես, որովհետև ես իշխանության մաս չեմ, բայց իշխանության մաս կազմող անձինք, առավել եւս ազգային ժողովի նախագահը, նա ունի այդ լիազորությունները եւ սահմանադրորեն իրենք պարտավորված են, իշխանությունը պարտավորված է, որպեսզի այն ուժերը, որոնք կոռումպացված են կամ հանցակազմ կա իրանց մեջ, իրենց գործողությունների մեջ, իրենք չպետք է մասնակցեն ընտրությունների։ Կամ երբ մենք տեսնում ենք Մար Հայաստան դաշինքի հետ կապված այդ հայտարարությունը, երբ Ռուսաստանի իշխող կուսակցության Եդինայա Ռոսիայից ուղիղ միջամտություն է իրագործվում Հայաստանի ներքին գործերին եւ չկա 0 արձագանք կենտրոնական ընտրական հանձնաժողովից, 0 արձագանք ներքին գործերի նախարարությունից, դատախազությունից, ազգային անվտանգության ծառայությունից, ցանկացած իրավապահ համակարգից, ազգային ժողովից։ Եվրադաշինքը հայտարարել է դրա մասին, Եվրադաշինքի առանձին մաս կազմող կուսակցության ղեկավարները խոսել են դրանից, Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավարն է խոսել դրանից, փոխնախագահն է խոսել դրանից, ես եմ խոսել դրանից, խոսում ենք դրանից։ Ես կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջին հերթին պետք է ուշադրության վերցներ այդ դրույթը եւ դրան ընթացք տար, որովհետեւ անթույլատրելի է, երբ մեզ ասում են մեզ ընտրեք, որպեսզի գործարաններ հիմնենք այստեղ։ Կներեք, մենք փորձում ենք թոթափել ռուսական լուծը, ոչ թե ավելացնել։ Մենք նաև մեղադրում ենք իշխանությանը հենց դրա համար, որ այդպիսի մեծ տնտեսական կախվածության մեջ ընկանք այս տարիների ընթացքում։
Իսկ տնտեսությունը դա անվտանգություն է։ Մեր ամենախոցելի բաղադրիչը այսօր տնտեսականն է, այդ մեր ահռելի վիթխարի կախվածությունը Ռուսաստանից, ԵԱՏՄ-ից, բայց որը անփոխարինելի չի, լուծելի է։ Թեպետ երբ խոսում են ռազմաբազայից, Գյումրի ավականին չունի որևէ լիազորություն որոշել, թե ռուսական ռազմաբազան կմնա Գյումրիում, թե չի մնա։ Օրինակ Եվրադաշինքին մեղադրում են, թե եթե մենք գանք իշխանության, ապա ռուսական ռազմաբազան պետք է դուրս հանենք։ Երանի մենք ունենայինք այդ լիազորությունը, բայց չունենք այդ լիազորությունը։ Այնպես չէ, որ մենք դեմ ենք այդ գաղափարին, բայց մենք չունենք այդ լիազորությունը։ Դա միջպետական մակարդակում որոշվող գործառույթ է։ Դա իշխանությունը կարող է որոշել։ Դա չի կարող Գյումրի ավականու գործիքակազմի մեջ լինել։ Եվ հետևաբար դա այդպես չէ, եւ ոչ էլ Վարդան Ղուկասյանն է որոշելու, թե ռուսական ռազմաբազան կմնա այնտեղ, թե չի մնա, կամ երկրորդը կավելանա, կամ երրորդը կավելանա, կարծում եմ իրենք կցանկանային դա տեսնել։ Բայց Եվրադաշինքը դա միակ ուժն է, որը հիմնված է կոնկրետ գաղափարախոսության վրա։ Միակ ուժն է, որը կոնկրետ խոսում է ծրագրերից, այլ ոչ ծրագրերից։ Մեր տեխնացու Լևոն Բարսեղյանը, մենք շուտով կտեսնենք առաջին համարների բանավեճը հանրային հեռուստաընկերությամբ եւ նաեւ թե հանրապետության թերապես բոլոր քաղաքացիները, թե առաջին հերթին իհարկե գյումրեցիները կտեսնեն, թե ով ինչից է խոսում։ Գիտեք, մեզ այսօր մեղադրում են, թե դուք քննադատում եք ներկաներին, բողոքում եք նախկիններից, հավասարության նշան եք դնում։ Ընկերներ, իսկ ուր մնաց առողջ եւ տեղին քննադատության հնարավորությունը։ Հակառակը իշխանությունը պետք է ուրախ լինի, որ կան առողջ ուժեր, որոնք քննադատում են եւ ցույց են տալիս այն ուղին, որով պետք է անցնի իշխանությունը։ Մեր նպատակը չէ բոլոր հնարավոր սցենարներով հասնել իշխանության։ Մեր նպատակը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն գոյատևի, այլ նաև հարատևության հնարավորություն ստանա։ Դա էր պատճառը, որ մենք նախաձեռնեցինք Եվրաքվեն։ Դա էր եւ Եվրաքվեի ժամանակ այդ 50-60 հազար ստորագրությունները, որ մենք հավաքեցինք, այդ մի քանի ամսվա ընթացքում, երբ արդեն սկսել էր նույնիսկ process-ը, դա այն կարճ ժամանակաշրջանն էր, երբ բոլոր ընդ որում նաև ընդդիմադիր քաղաքագետները, վերլուծաբանները, քաղաքական եւ հասարակական գործիչները խոսում են եւ քննարկում են Հայաստանի Հանրապետության ապագան, ոչ թե անցյալը, թե ով է ծախել, ով է ծախվել, ով ինչքան է կերել, ով ինչ է հանձնել, այլ ապագան, որտեղ ենք մենք տեսնում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ենք մենք պատկերացնում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը 5 տարի հետո, 10 տարի հետո, 50 տարի հետո լինի շարունակի գոյություն ունենալ, ոչ միայն գոյություն ունենա, այլ բարգավաճի։ Եվ գիտեք, այնպես չէ, որ մեր դեմ կան ընտրություններ եւ մենք պետք է ընտրենք, որովհետեւ կամ մնում ենք այնտեղ, որտեղ կանք, այն է Ռուսաստան, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, Սա արդեն կարծում եմ քննարկելու կարիք չկա, որովհետև այն ինչ մենք տեսել ենք, ինչի միջով անցել ենք, անցնում ենք եւ դեռ կանցնենք, քանի մենք այդ կազմակերպությունների մաս ենք, մենք մեր կաշվի վրա զգացել ենք։ Մյուսը չեզոքությունն է, որ ընդհանրապես ասում ենք մենք ոչ ոքին չենք միանում, բայց մենք չունենք քաղաքական այն ռեսուրսը լինելով փոքր, որպեսզի կարողանանք պահել չեզոքությունը։ Օրինակ Ադրբեջանը ունի այդ հնարավորությունը։ Նա տարիներ շարունակ չեզոք է եւ իր շահերից է բխում, քանի որ նաեւ նա ժողովրդավարական երկիր չէ։ Բայց Հայաստանը չունի այդ հնարավորությունը։ Հայաստանը ուզած-չուզած պետք է այս նոր ձևավորվող Եվրոպայի հետ, իսկ մենք տեսնում ենք, որ Եվրոպան տնտեսական կազմակերպությունից վերածում նաեւ անվտանգային, ռազմական եւ ես ուրախ եմ օրինակ, որ փոխնախարարը երեք խոսում էր, որ արդեն 2 կոնսուլտացիաներ են եղել Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ անվտանգային բաղադրիչի շուրջ։ Եվ որովհետեւ մենք տեսնում ենք այսօր ոչ միայն Եվրոպական միությունը, այլ Եվրոպայի այլ երկրները, առաջին հերթին Միացյալ Թագավորությունը, նույնիսկ Եվրոպական մայրցամաքից դուրս երկրները, Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, իրենք բոլորը միավորվել են, որովհետեւ տեսնում են Միացյալ Նահանգներում փոխվել է
կտրուկ փոխվել ընդհանրապես քաղաքականությունը եւ իրենք նոր անվտանգային համակարգ են ձևավորում ՆԱՏՕ-ից դուրս։ Ինչ կլինի ՆԱՏՕ-ի հետ դժվար է պատկերացնել, որովհետեւ մենք չգիտենք թե ի վերջո ինչ սցենարներով կզարգանա այս ամենը, ինչ սցենարներ կզարգանան ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ։ Իսկ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի նպատակը դա զուտ Ուկրաինան չէ, կամ զուտ Ուկրաինայի հետ 5 տարածք շրջանները չեն, ամբողջ Ուկրաինան է։ Ուկրաինայից հետո արդեն տիրանալով ուկրաինական այդ մեծ հզոր 800,000-անոց բանակին, իր նպատակը Բալթիկ երկրներն են, Լեհաստանն է, ՆԱՏՕ անդամ երկրներն են։ Իսկ այսօր Միացյալ Նահանգներից մենք լսում ենք, որ եթե դուք չեք վճարել մինչև 5% այդ պաշտպանության այդ միջոցները, մենք ձեզ չենք պաշտպանի։ Իսկ այնտեղ միայն Էստոնիան է, որ վճարել է այդքան։ Եվրաքվեի նախաձեռնող խումբը պետք է համագործակցի թե իշխանության հետ, թե եվրոպացի գործընկերների հետ, թե նաև առաջին հերթին մեր տնտեսվարողների հետ, որպեսզի հետզհետե կամ միգուցե նաև կտրուկ կերպով ԵԱՏՄ ստանդարտներից մեր որակավորումները, արտադրանքի որակավորումները բարձրացվեն եւ համապատասխանեցվեն եվրոպականի։ Եվ մենք տեսնում ենք արդեն այդ քայլերն արվում են։ Եվ գիտեք, այստեղ առաջին շահառուն լինելու հենց տնտեսվարողը։ Շատ հաճախ խոսում են, բա ինչ է լինելու, մենք կորցնելու ենք այդ շուկաները։ Մենք չենք կորցնելու այդ շուկաները, մենք ավելացնելու ենք այդ շուկաներին։ Որովհետեւ այնպես չէ, եթե դու այսօր ինչ-որ մի բան արտահանում ես ԵԱՏՄ որևէ երկիր, ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո դու այդ հնարավորությունից զրկվում ես։ Ոչ։ Այսօր Եվրամիության անդամ երկրները առ այսօր ալկոհոլային խմիչքներ են արտահանում եւ այլն եւ այլն։ Վրաստանն է համագործակցում։ Վրաստանի Վրղստանի տնտեսական շրջանառությունը 20%-ով աճել է եւ Վրաստանը բնավ ԵԱՏՄ անդամ չէ, առավել ավելին ասեմ Եվրամիության մաքսային գոտու անդամ է եւ հետեւաբար այստեղ չկա, բայց առաջին հերթին Հայաստանի Հանրապետության սպառողները իրենք են շահառուները, որովհետեւ մենք ստանալու ենք բարձր որակավորումով արտադրանք։ Առաջին հերթին ես խոսում եմ սննդից։ Ինչի վատ է, որ մենք առողջ սնունդ ենք ուտելու։ Այնպես չէ, որ ԵԱՏՄ-ն ունի ստանդարտներ, ԵԱՏՄ-ն էլ ունի ստանդարտներ, բայց դա չէ համապատասխանում, ինչ որ գումար ես վճարում ու այդ ստանդարտները մոռացվում են։ Դա չի գործում Եվրամիությունում։ Եվ այստեղ ոչ թե այնքան կարևոր է, թե մենք երբ կդառնանք Եվրամիության անդամ, այլ այդ ճանապարհը, որով մենք պետք է անցնենք, որովհետև այդ ճանապարհին դու բազմաթիվ ռեֆորմների միջով ես անցնում։ Եվ կդառնանք մենք 2030 թվականին Եվրամիության անդամ, 35 թե 40 թվականին, դա չէ էականը։ Էական է, որ մենք այսօրվանից արդեն այդ ռեֆորմների միջով ենք անցնում, որովհետև այդ ռեֆորմների միջով անցնելով մենք ուժեղացնում ենք մեր ինստիտուտները, ժողովրդավարական ինստիտուտները, դա այդ process-ը հաճույք է, որովհետև դու զարգանում ես, ուժեղանում ես, ներքին դիմադրողնակությունդ է ավելանում, եւ դրանով դու դառնում ես ավելի բանակցող, քո բանակցային կշիռն է մեծանում Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մնացած երկրների հետ բանակցություններում։ Միացյալ Նահանգների այս վարչակազմը թեև խնդիր է, բայց նաև մեծ հնարավորություն։ Տեսեք, իրենք հետաքրքրված են հիմնականում տնտեսական շահերի վրա։ Այսօր իրենք խոսում են Ուկրաինայից, խոսում են իրենց ընդերքից, խոսում են իրենց էլեկտրական, էներգետիկ ենթակառուցվածքներից։ Մենք ունենք էներգետիկ ենթակառուցվածքներ։ Այո, օկուպացված են Ռուսաստանի կողմից։ Մենք կարող ենք Միացյալ Նահանգների հետ խոսել, որպեսզի դեօկուպացիա տեղի ունենա։ Ավելի իրավահավասար պայմանների վրա։ Խոսքը չի գնում հանձնվել Միացյալ Նահանգներին, որովհետև այս վարչակազմը նաև հնարավոր է դրան գնալ, որովհետև նա ուզում է, որպեսզի ենթակա երկրներ իրեն լինեն։ Բայց մենք կարող ենք, չէ՞, բանակցել եւ ասել մի րոպե։ Մենք չենք ուզում միտեղ մեկի վասալից դառնալ մյուսի վասալը։ Մենք ուզում ենք իրավահավասար հարաբերություններ ունենալ, մենք քրիստոնյա երկիր ենք, իրենք մեծ շեշտադրում են դնում քրիստոնեության վրա։ Տեսնում ենք դա։ Մեր երկրի հանդեպ տարածաշրջանը լրիվ մեր երկրի հանդեպ իրանց շահառուն, Ամերիկայի շահառուն։ Ես հենց նոր ասացի, ենթակառուցվածքներ ունենք, տնտեսական պրոյեկտներ ունենք։ Պետք է ունենք, որ իրանք շահագրգռվեն։ Դե պետք է շահագրգռացնենք, բայց օրինակ կա Միջինսկի պրոյեկտը։
Իսկ միջանցքը ոչ ոք դեռ չի չեղարկել։ Երբ Կենտրոնական Ասիայի էներգակիրները Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով կգնան Եվրոպա եւ Միացյալ Նահանգներն է դրա պատրոնաժը։ Դրանից է խոսել նաեւ Ջեյմս Օբրայանը նախորդ վարչակազմից։ Եվ դա էր ակնարկում նաեւ Մայքլ Վոլցը, դա էր ակնարկում Մարկո Ռուբիոն։ Ես կարծում եմ միայն դա է հնարավոր, որպեսզի Ադրբեջանին բերես կառուցողական դաշտ եւ Իլհամ Ալիևը ցանկություն ունենա կամ ստիպված լինի քո հետ համագործակցել։ Հակառակ դեպքում նա հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Ինքը ուզում է Հայաստանը մնա շրջափակման մեջ։ Այն մեծ տեղեկատվությունը, ընդ որում կեղծ տեղեկատվությունը, որը մենք լսեցինք ադրբեջանական կողմից, երբ մարգարահանցակետը բացվեց եւ Սիրիա ուղարկվող մեր օգնությունը Հայաստանից Թուրքիայով գնաց Սիրիա, խոսում է նրա մասին, որ իրանք նույնիսկ այդ պարագայում շատ խանդով են վերաբերվում եւ իրենք ուզում են, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ, որ այդ մարգարակետն էլ չբացվի նույնիսկ կարճ ժամանակով։ Իսկ մենք հասկանում ենք, որ արդեն երկրորդ անգամ է բացվում այդ մարգարահանցակետը։ Առաջին անգամ մենք օգնություն ուղարկեցինք Թուրքիային, երբ այնտեղ հրդեհներ էին։ Այնպես չէ, որ առաջ էլ չի գործել, եղել են էլի ժամանակ առ ժամանակ բացվել է, բայց հետո մենք պետք է մեր հարաբերությունները Թուրքիա հետ բարելավենք, որովհետև Թուրքիան նույնպես Եվրամիության մաքսային գոտու անդամ է։ Իդեպ խոսում են, որ ես հիշում եմ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի առաջին քննարկման ժամանակ ես նույնպես ներկա էի եւ անդիմադիր գործիչները խոսում էին, թե այդ ո՞նց է պատկերացնում լոգիստիկան Հայաստանի եւ Եվրոպական միության միջև։ Մեկը չի հարցնում, իսկ ՀԱՏՄ-ի հետ մենք սահման ունեինք, ձեր վարչապետը չէր Նովա գազետայում հարցազրույց տալիս եւ ասում, թե ինչպես կարելի է մի տնտեսական գոտու մաս կազմել, այն ժամանակ կոչվում էր մաքսային միություն, որի հետ չունես սահման։ Տեսեք ոնց եղավ մեկ գիշերվա մեջ։ Մենք ավելի մոտ ենք Եվրամիությանը, որտեղ մեր երկու հարևանները Եվրամիության տնտեսական մաքսային գոտու սահման են, իրենք են դրա մասը նաև։ Հետևաբար մենք այո պետք է շահագրգռվածնենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Խոսքը չի գնում բարեկամության, ընկերության կամ ինչ-որ մի բանի մոռացության մասին, չէ, խոսքը գնում է հարաբերությունների կառավարելիության մասին։ Այնպես ինչպես անում է Հունաստանը, որը նույնպես շատ մեծ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, եւ Թուրքիան դիտարկում է որպես սպառնալիք, բայց դա չի խանգարում իրենց բազմամիլիարդանոց տնտեսական շրջանառություն ունենալ միմյանց միջև։ Գիտեք, հանրաքվե լինելու է Եվրամիության։ Լինելու է այսպես թե այնպես։ Ուղղակի գիտեք, որ Եվրաքվեն ի սկզբանե նախատեսել էր հանրաքվե անցկացնել, բայց հետո մենք գնացինք զիջումների իշխանության հետ եւ օրինագիծ ներկայացրեցինք, որը շատ ավելի մատչելի էր իշխանության համար գնալ այդ օրակարգի։ Եվ փաստորեն մենք հաջողեցինք, մենք ճիշտ գտնվեցինք, բայց հանրաքվեն դա պարտադիր պայման է եւ լինելու է հանրաքվեն, պարզապես այս անգամ հանրաքվեն լինելու է այն ժամանակ, երբ մենք արդեն մոտ լինենք Եվրամիության անդամակցությանը։ Հարցը լինելու է ուզում ենք դառնանք, թե չենք։ Այո, որովհետև դրա հաջորդ քայլը լինելու է Եվրամիության անդամ դառնալը, ոչ թե հայտ ներկայացնելը։ Իսկ մինչ այդ մենք պետք է հայտ ներկայացնենք, մենք պետք է DCFTA-ը վերաբանակցենք, ստորագրենք, դա այն էր, ինչ մենք պետք է սեպտեմբերին 2013 թվականի ստորագրենք Եվրամիության հետ, բայց Սերժ Սարգսյանը տեղի տվեց Վլադիմիր Պուտինին եւ չստորագրեց։ Նոր սահմանադրությամբ վերպետական մարմիններին միությանը մտնելուն պետք է արդեն սահմանադրությամբ հանրաքվեով դարվի։ Հետևաբար, եթե այսօր մեզ ուզենային մտցնեին ԵԱՏՄ, այդ ժամանակ արդեն պետք է լինելու հանրաքվե։ 15 թվականի սահմանադրությունը։ Այո, իսկ 13 թվականին չկար այդ պայմանը։ Ուրիշ բան էլ կա, իրենք ասում են, իսկ դուք հաշվարկել եք այն ռիսկերը, որոնք կան Եվրամիություն մտնելու։ Ես միշտ հակադարձում եմ, իսկ այն ժամանակ դուք հաշվարկել եք այդ ռիսկերը, որ մեկ գիշերը մտցնում եք ԵԱՏՄ։ Կամ հակառակը, իսկ դուք հաշվարկել եք այն ռիսկերը, որոնք առկա են ԵԱՏՄ-ում մնալու արդյունքում։ Տեսեք, երբ մենք նախաձեռնել ենք հապկից դուրս նախաձեռնությունը, միշտ լսում ենք մեկ բան. բա դուք հաշվարկել եք այն ռիսկերը, որոնք առկա են, եթե հապկից դուրս գանք։ Արդյունքում մենք դուրս չեկանք, բայց դե ֆակտո դուրս ենք եկել, սառեցրեցինք մեր մասնակցությունը։ Եվ մենք սկսեցինք ՆԱՏՕ անդամ Ֆրանսիայի հետ սպառազինության գործարքներ կնքել։ Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտից մենք այստեղ ուրեմն
մարդիկ ունենք, ովքեր խորհրդատվություն են տալիս։ Եվ ոչ միայն Միացյալ Անգլիայից, Ֆրանսիայից։ Մենք Հունաստանից սկսեցինք սպառազինության շուրջ նաև խորհրդակցություններ սկսել։ Իտալիայից սկսեցինք համագործակցել։ Հնդկաստանից սկսեցինք համագործակցել, ու սպառազինությունը նույնպես ՆԱՏՕ-ի ստանդարտներով է պատրաստվում։ Լինելով ՀԱՊԿ-ի սառեցված անդամ։ Եվ պատկերացրեք, ինչպիսի հնարավորություններ կբացվեն, եթե այս քաոտիկ աշխարհում մենք ի վերջո թե յուրե դուրս գանք ՀԱՊԿ-ից։ Ի վերջո մենք ՀԱՊԿ-ում ինչի համար ենք։ Մեզ միշտ ասում են, որպեսզի էժան ռուսական զենք առնենք։ Հիմա Ռուսաստանը էժան զենք, ոչ էլ թանկ զենք ի վիճակի չէ վաճառել, որովհետև ինքն է Հյուսային Կորեայից, Չինաստանից, Իրանից, այլ երկրներից փորձում գնել եւ նաեւ իր ամբողջ տնտեսությունը հիմա ռազմական ռելսերի վրա է դրված, որպեսզի կարողանա մարտունակությունը պահպանել ուկրաինական դաշտում իր ցեղասպան պատերազմը շարունակելու համար։ Հետևաբար մենք ինչ ենք հապկում։ Հետո խոսեցիք օրինակ 102-րդ ռազմաբազայից։ Մենք վճարում ենք այդ ռազմաբազայի համար։ Այսինքն մենք պատվիրակել ենք, outsource ենք արել մեր անվտանգությունը սահմանային այդ կառույցին, այդ բազային Ռուսաստանին, որպեսզի նա պաշտպանի։ Փաստորեն պայմանագրորեն իրենք արդեն խախտել են դա։ Եվ այստեղ հարց է առաջանում այդ կամ Թուրքիան փորձում է Գյումրին վերցնել ու 100-րդ ռազմաբազան պահում է, հա։ Ռուսաստանի դրոշները չկային Ջերմուկում, որ հարձակումից 1-2 ժամ առաջ լքում են իրենց հենակետերը եւ ճանապարհ բացում ադրբեջանցիների համար։ Հակառակը, որտեղ մենք Ռուսաստանի դրոշը հանեցինք, այնտեղ անվտանգ դարձավ։ Թարապես ցանկացած ռուսական ներկայություն Հայաստանում դա պետական վտանգ է։ Նույնիսկ այն ռուսский դոմ ռուսской книги, Россотрудничество, տարատեսակ այդ կառույցները, իրենք բոլորը կոչվում է ռուսական փափուկ ուժ։ Բա ինչ է Ադրբեջանը արգելել եւ դուրս հանել։ Այդ առումով մենք սովորելու բան ունենք, որքան էլ ցավալի է դա լսել եւ ասել Ադրբեջանից։ Տեսեք, իրենք հենց զգացի են, որ միգուցե Ռուսաստանի դերակատարումը ավելանա եւ ուժեղանա, իրենք հասկացան, որ օր առաջ պետք է ռուսական փափուկ ուժից ձերբազատվել, որովհետեւ ռուսական փափուկ ուժի ներկայությունը քո տարածքում դա պետությանը վտանգող իրավիճակ է։ Եվ իրենք մեկ ռեպորտաժ պատրաստեցին, հաջորդ օրը արդեն դա փակված էր։ Իսկ մենք արդեն քանի տարի բողոքում ենք ՀԱՊԿ-ից, բայց դեռ ՀԱՊԿ անդամ ենք։ Այդ դա է տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի։ Մեր իշխանությունները վախենում են, թե չեն հասկանում։ Ես կարծում եմ, չէ, իրենք շատ լավ հասկանում են, բայց իրենք նաև վախենում են, բայց նաև իրենք մտածում են, որ դա լրացուցիչ լծակ է Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանն էլ դա օգտագործում է, ասում է, եթե դուք հանկարծ ՀԱՊԿ-ից դուրս գաք, ուրեմն չեք կարող արդեն ԵԱՏՄ-ից օգտվել։ Մենք էլ ասում ենք, որ եթե հանկարծ մենք չկարողանանք ԵԱՏՄ-ից օգտվել, մենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Հա, այսինքն խաղ է գնում։ Մեկը մյուսին մեղադրելով։ Մենք կարող ենք այսօր էլ մեր հարավային, մեր երկաթուղին դեօկուպացնել, ազատագրել ռուսական լծից առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու։ Բայց մենք կարող ենք ԵԱՏՄ-ից դուրս գալ, բայց նորից ռուսական երկաթուղիները կմնան Հայաստանում։ Դրանք առանձին process-ներ են։ Դա բիզնես է։ Մենք թարապես եթե խոսում ենք խաղաղության խաչմերուկից, ենթակառուցվածքներից, մենք դա ոնց ենք երկաթգծի կառուցումից կամ երկաթգծի վերանորոգումից, մենք ինչպես ենք դա պատկերացնում ՅՈՒԿԺԴ-ի պայմաններում։ Դրանք հակոտնյա են։ Դա հնարավորություն չունի այդ ամեն ինչը իրագործելու։ Մեր գծերը ֆիզիկապես իրենք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին, ոչ թե ռուսական։ Որովհետև մենք նաև ուզում ենք արդեն Վրաստանով եւ Թուրքիայով դուրս գալ Եվրոպա, որովհետև այնտեղ է ամենամեծ գնողունակ շուկան, 500 միլիարդանոց շուկան։ Խոսում են, 300 քանի, ինչքան է, 300 քանի միլիոն շուկա ԵԱՏՄ-ի։ Հետո այնտեղ էլ կես միլիարդանոց շուկա է եւ ավելի վճարունակ։ Հիմա դուք պետք է համեմատեք ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունը։ ԵԱՏՄ-ում կա միայն Ռուսաստան ու մի քիչ էլ Ղազախստան։ Ու մենք
Մնում է Ղրղստանը։ Վերջ։ Դե իսկ Եվրամիությունն էլ է տեսեք։ Դուք Եվրամիության Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը մնացած երկրները պետք է համեմատեք։ Եվրամիության ամենաաղքատ երկրում, դիցուք Բուլղարիայում կամ Ռումինիայում, թոշակն ավելի բարձր է, քան ԵԱՏՄ-ի լոկոմոտիվ համարվող Ռուսաստանում։ Եվ Ռուսաստանի քաղաքացիներն են երազում գնալ եվրոպական երկրներ կամ Միացյալ Նահանգներ։ Ոչ թե Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության երկրի քաղաքացիներն են երազում ինչպես գնալ եւ բնակություն հաստատել Ռուսաստանում։ Ընդ որում Ռուսաստանի իշխանավորների երեխաներն էլ են սովորում եվրոպական եւ ապրում ամենաբարձր Պեսկովից սկսած եւ այլն, իսկ խոսում են նախագահի երեխաների մասին։ Այսինքն գիտեք հետաքրքիր է իրենք տեղավորվել են, հա, որոշ ընդդիմադիրներ նաև երեխաներ են ունենում այնտեղ, որպեսզի քաղաքացիություն ստանան, բայց իրենք ուզում են, որ մենք ապրենք ռուսական լծի տակ։ Այդքան չսիրել քո երկիրը, այդքան ատել քո երկիրը չի կարելի։ Նամանավան 22 թվականի ջերմուկյան դեպքերից հետո ես կարծում եմ դա այն անկյունակարային ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեծամասնորեն հասկացավ, որ Ռուսաստանը դաշնակից չէ, եւ հենվել Ռուսաստանի վրա, դա նշանակում է հենվել դանդաղ ինքնասպանության վրա կամ դանդաղ մահվան վրա, որովհետեւ չենք ինքնասպանվելու, այլ սպանվելու ենք։ Եվ այն հանգամանքը կամ այն կուտը, որ ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, դա նույնպես չեզոքացավ, որովհետեւ թուրքը մեզ ուտում էր, ռուսն էլ կանգնած նայում ծխում էր։ Ու մի հատ էլ ասում էր, ով որտեղ է գտնվում, որ շատ ավելի արագ ուտեն մեզ։ Եվ Արցախի հայաթափությունից հետո 23 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո նույնիսկ արցախահայերը հասկացան, որ իրենք այդքան ռուսամետ, հա, ռուսաֆիլ լինելով իրենք հասկացան, որ դե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչեց Արցախ Ադրբեջանի կազմում, դրա համար իրենք անգործ էին։ Իսկ այդ հետաքրքիր է Դոնբասն ու Լուհանսկն ու Ղրիմը ով էր ճանաչել Ուկրաինայից Ռուսաստանի կազմում, որ Ռուսաստանը խախտեց 94 թվականին կնքված համաձայնագիրը, որ նա հանդիսանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր, եւ 14 թվականին հարձակվեց եւ գրավեց Ղրիմը։ Կամ 97 թվականին իրենք դելիմիտացիա եւ դեմարկացիայի փաստաթուղթ էին ստորագրել եւ Պուտինի օրոք 2003-2004 թվականին երկու երկրների խորհրդարանները Պետդուման եւ Ռադան վավերացրել էին դրանք։ Կամ որ մի վրացիներ ճանաչել Աբխազիան կամ Օսիան ոչ վրացական տարածք, որը Ռուսաստանին հնարավորություն տվեց իրենց բնութագրման պաշտպանել աբխազներին, օսերին, վրացիներից հարձակվել եւ տանկերը արդեն գալիս հասնում էին Թբիլիսի։ Եթե չլիներ Ջորջ Բուշ կրտսերի նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջամտությունը, շատ կտրուկ միջամտությունը, հանրապետական ընդ որում։ Եվ հետեւաբար այսօր խոսել, որ Ռուսաստանն ինչ որ բանավոր խոսքերի արդյունքում չպաշտպանեց Արցախը, դա այնքան մանկամիտ դիտարկում է, նույնիսկ քննադատությանն արժանի չէ։ Դե 21 թվականին էլ մեզ մեղադրեցին, երբ առաջի դեպքը եղավ ադրբեջանական ներխուժման Հայաստանի Հանրապետության տարածք Սև լճում, երբ մեր մոտից չեղավ կրակոց ու մեզ մեղադրում են, բայց դու չես կռվում ռուսով, ոնց կռվի։ Բա 22 թվականին մենք չէինք կռվում, բայց մենք կռվեցինք։ Մենք կռվեցինք, դրա համար կարողացանք դիմագրավել։ Իսկ Եվրամիության դիտորդները, որ գալիս էին, մեր սահմանը Ադրբեջանի հետ հստակեցված էր, որ իրանք տեղավորվում էին, բայց ինչի ՀԱՊԿ չկարողացավ գործել։ Կամ ինչ են նշանակում ՀԱՊԿ-ի դիտորդներ ուղարկելը։ ՀԱՊԿ-ը տնտեսական կառույց չի, ռազմաքաղաքական կառույց է։ Մենք ՀԱՊԿ-ում անդամ ենք, որպես դու պաշտպանես մեզ զենքով, ոչ թե հեռադիտակներով։ Հեռադիտակներով պաշտպանում է Եվրամիությունը, որովհետև ռազմական կառույց չէ։ Իսկ ՀԱՊԿ-ը ռազմական կառույց է ՆԱՏՕ-ի պես։ Եվ եթե ինքը չի ճանաչում մեր երկրի սահմանները, մենք ո՞նց ենք դարձել ՀԱՊԿ-ի անդամ։ Թե գիտեք, դա թյուրիմացություն է, դա պատճառաբանություն չէ, դա պատրվակ է։ Պատրվակ, բայց հիմար պատրվակ։ Հիմար պատրվակ։
Ընդ որում խոսում ամենաբարձր մակարդակով խոսում են բոլորի վերջերս Վլադիմիր Պուտինն ասել է, որ թարապես Հայաստանի հանդեպ ագրեսիա չի եղել։ Նախագահն է խոսել դրանից։ Հասկանում եք, այսինքն ջերմուկում պատահարներ չեն եղել։ Սահմանային միջադեպ է տեղի ունեցել։ Գալիս հասնում են արդեն ջերմուկ։ Դե ըստ Ռուսաստանի երևի դա սահման է, էլի։ Մի քիչ էսկո, մի քիչ ենկո 6 ամիսից ավել իրենց Կուրսկը օկուպացված է։ Եվ իրենք չեն հայտարարում, որ իրենց երկրի վրա եղել է հարձակում։ Իսկ դրա իրենց սահմանադրությունը պարտավորեցնում է, որ եթե եղել է զինված հարձակում քո երկրի վրա, դու պարտավոր ես դա հայտարարել եւ ռազմական դրություն հայտարարել։ Բայց իրենք չեն գնում այդ քայլի, որովհետեւ իրենք հասկանում են, որ Մոսկվան եւ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում լինելու են խնդիրներ։ Այդ իսկ պատճառով բոլոր այն զինվորները, ում իրենք հավաքագրում են, հիմնականում այդ քաղաքները շրջանցում են։ Եվ հիմնականում ռուսեր էլ չեն։ Այլ ազգիներ են։ Այսինքն նա ցեղասպանում է իր երկրում գտնվող այլ ազգիներին։ Ույգուր եւ այլն բոլորին տանում են մսաղացի։ Ավելի շատ զոհ ունեն իրենք արդեն, քան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դա այն ինչ պետք է պատկերացնել Ռուսաստանի մասին, ռուսական հովանոցի մասին։ Ռուսաստանը պետք է փրկի Գյումրին։ Թող իր Կուրսկը փրկի։ Հյուսային կորեացիներին կանչում որ Կուրսկը փրկի։ Մեր Գյումրին էլ է հյուսային կորեացիները փրկելու։ Երկու բան ունի անելու։ Լարսը փակի, գազի գինը բարձրացնի։ Եվ այդ առումով մենք պետք է խոսենք Իրանի հետ գազի շուրջ։ Իսկ Լարսը փակելու հետ կապած, գիտեք, այդ ամեն ինչը իշխանությունը հաշվարկել է, թե որքան վնաս կարող ունենալ Հայաստանի Հանրապետությունը, եթե Ռուսաստանը գնա տնտեսական պատժամիջոցների։ Դա փող է։ Մենք այսօր տեսնում ենք, թե Մոլդովան որքան գումար է ստանում Եվրամիությունից։ Ամեն անգամ ֆինանսական տրանշեր են ստանում։ Ինքը ստանում է ինչի համար։ Դիմագրավելու Ռուսաստանին, ընդ որում գումար է ստանում, որպեսզի ապահովի իր երկրում Մերձդնեստրի գազային կարիքները։ Իսկ Մերձդնեստրը օկուպացված տարածք է Ռուսաստանի կողմից։ Նույնիսկ դրա համար Եվրամիությունից իրենք գումար են ստանում։ Իսկ Եվրամիությունը Հայաստանին վստահաբար կօգնի, որովհետև Եվրամիությունը հասկանում է, որ որքան անդլայնված լինի, ընդ որում եթե հիշեք, որ թե Վրաստանը, թե Ուկրաինան, թե Մոլդովան, թե Բոսնիա-Հերցեգովինան եւ մնացածները ստացան իրենց տեխնացիության կարգավիճակը 2022 թվականի Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո, որովհետեւ իրենք հասկացան, ես իրենց խոսել եմ իրենց հետ, եւ իրենք էլ բարձրաձայնել են դրա մասին։ Իրենք հասկացան, որ ընդլայնմամբ իրենք ավելի ապահով են, ավելի անվտանգ են։ Եվ բոլորովին այսօր արդեն հրապարակեցին նոր տեղեկություններ, որ Եվրամիության քաղաքացիների 73%-ը գտնում է, որ իրենց երկրի անդամակցությունը Եվրամիությանը բխում է իրենց անվտանգային շահերից։ Ամենամեծ ցուցանիշը վերջին 40 քանի տարվա։ Ընդ որում իրենք խոսում են, որ Եվրամիությունը պետք է ել ավելի մեծ եւ գործուն քայլեր ձեռնարկի եւ դառնա ավելի գլոբալ խաղացող, ավելի անվտանգ ուժ պետք է դառնա։ Իսկ Եվրամիությունն ունի այդ պոտենցիալը։ Նամանավանդ, երբ իր կողքը ունի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունն ու Կանադան։ Ընդ որում ես իդեպ ասեմ, որ Brexit-ից հետո Միացյալ Թագավորության տնտեսությունը առ այսօր չի կարողանում այդ շոկից դուրս գալ եւ իրենք տնտեսապես լավ չեն այդքան, որովհետեւ իրենք Brexit-ից դուրս եկան։ Եվ եթե առաջ անգլիացիները Բրյուսելից ուզում են որքան հնարավոր է հեռու մնան, այսօր իրենք են գնում եւ աղերսում, որպեսզի ել ավելի սերտացնեն իրենց հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Որովհետեւ Միացյալ Թագավորությունը, եթե Միացյալ Նահանգների այսօր վարչակազմը միգուցե պատմությամբ այդքան հետաքրքրված չէ եւ չի տիրապետում, թե ինչ է եղել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց եվրոպացիները դրանք շատ լավ պատկերացնում են։ Եվ իրենք հասկանում են, որ Ուկրաինայի կորուստը դա եվրոպական անվտանգության փլուզում կնշանակի։ Մեկ կրակոց Եվրամիության անդամ երկրի վրա, եւ եթե չկա պաշտպանություն, վերջ։ Իսկ դա իրենք թույլ չեն կարող տալ։
Եվ մենք պետք է այսօր վանից արդեն, եւ ես ուրախ եմ, որ պարոն փոխնախարարն ասում է, այո, մենք քննարկում ենք Եվրոպայի հետ, ընդ որում նաեւ երկկողմ ձևաչափով Լոնդոնի հետ, Բերլինի հետ, Փարիզի հետ։ Դոնալդ Թրամփը կամա թե ակամա լավություն է անում Եվրոպային, ավելի հզորացնելով։ Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ պետք է վատանան կամ կվատանան, եթե մենք սրտացնենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ ոչ։ Բայց այդ ստորագրումից հետո պետք է գային ու դեռ ընթացքի մեջ է, շուտով մենք ավելի լուրջ բաներ կլսենք, բայց այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ, այն հայտարարությունները, որոնք արվեցին Ուոլցի, Ռուբիոյի, նաև 3 առաջ օրը Ուիտկոֆի կողմից, խոսում է նրա մասին, որ իրենք հանձնառու են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ստորագրած խարծային։ Ընդ որում այդ խարծան դեռ պետք է սեպտեմբերին ստորագրվեր։ Եվ Բայդենի վարչակազմը թողել էր դա միջև վերջին շաբաթ, որովհետև այդ ընթացքում կոմունիկացրել է խարտիայի ստորագրությունը արդեն եկող նոր ադմինիստրացիայի հետ, որպեսզի հավաստիանա, որ այդ խարտիան իրենք նույնպես տեր են կանգնելու այդ խարտիային եւ իրենք ստացել են, որ այո, մենք շարունակենք։ Դա է պատճառը, որ այդքան երկար ձգձգվել է։ Եվ բերվել էր արդեն իրենց վերջին, կարծեմ վերջին փաստաթուղթն է, որ Բայդենի վարչակազմը ստորագրեց Բլինքենի մասնակցությամբ։